Օպելների դեմ պայքար, թե խցանումների կարգավորում։ Ինչով է զբաղվելու ճգնաժամային կառավարման նորաստեղծ հանձնաժողովը։ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը նշում է, իրենց բուն նպատակը խցանման տևողությունների կրճատումը չէ։ Մենք դիտարկում ենք այնպիսի բարեփոխումներ, որ առաջին հերթին քաղաքը հարմար լինի հետիոտնի համար, այնուհետև հասարակական տրանսպորտ եւ հասարակական տրանսպորտի որակը այնպես պետք է փոխվի, որ ինքը լինի ավելի հարմարավետ, ավելի արագ, ավելի ապահով, քան անձնական ավտոմեքենայից օգտվելը։ Շրջանառվող խոսակցությունները, թե Երևանում արգելվելու է որոշ տրանսպորտային միջոցների մուտքը, ըստ Հարությունյանի չի համապատասխանում իրականությանը։ Օպելների դեմ պայքար չեն տանելու։ Նման քննարկում չկա, նման որոշում չկա։ Ըստ մոդելի, ըստ տարեթվի նման քննարկում չկա։ Երևանի որոշ հատվածներում տրանսպորտային միջոցների արգելքի հայեցակարգ է քննարկվում, իսկ թե որ հատվածների մասին է խոսքը, հայտնի չէ։ Մեր ֆրանսիացի գործընկեր Իլ-դե-Ֆրանսի հետ համագործակցում ենք եւ նրանց կողմից նախկինում էլ առաջարկ եղել է փոքր կենտրոն որոշ հատվածներ սահմանել բացառապես հետիոտնի համար, բայց դրանց մասով հանձնաժողովի վերջնական որոշում չկա։ Չնայած հիմա էլ երթևեկության կազմակերպման փոփոխության մասով աշխատանքներ արված են, սակայն դրանք հիմնականում առաջացնում են վարորդների դժգոհությունը։ Ըստ Հարությունյանի մի քանի վարորդների դժգոհությունը չի կարող հիմք լինել հրաժարվել փոփոխություններից։ Մեր խնդիրը ոչ թե 1-2 կամ 5 վարորդի խնդիրը դիտարկենք, այլ մեր խնդիրը տվյալ գոտով երթևեկող ժամում 500 տրանսպորտային միջոցի միջին արագություն բարձրացնենք։ Քննարկվում են նաև այլընտրանքային լուծումներ, ինչպես օրինակ հեծանվաուղիների զարգացումը, որը քաղաքապետարանն այժմ ուսումնասիրում է։ Այս մասով աշխատանքը շատ կա անելու դեռ, սա դեռ գաղափարական հենքի վրա են եւ փորձում ենք սա բերել արդեն սխեմայավորման եւ հասկանալ երթևեկության կազմակերպման ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի դրանք ներդնենք Երևան քաղաքում, որովհետեւ նախկինում նման փորձ չի եղել։ Թե երբ են այս նախաձեռնությունները դառնալու առարկայական աշխատանքներ, դեռ հստակ չէ։ Երևանի երթևեկության ապագան դեռ կառուցման փուլում է, իսկ քաղաքի բնակիչները շարունակում են սպասել, արդյոք նոր գաղափարները կհանգեցնեն ավելի հանգիստ ու ազատ երթևեկության, թե կմնան թղթի վրա։